Երևանի ներքաղաքային երթուղիների քանակի ավելացում առաջիկայում չի նախատեսվում։ Իսկ նմանատիպ տեսարանները, երբ միկրոավտոբուսում կանգնելու տեղ չկա, բայց ուղևորները փորձում են տեղավորվել, կրկնվում է ամեն օր եւ արդեն գրեթե 20 տարի։ Ավտոբուսների ավելացումը իրավիճակին ամբողջովին լուծում չտվեց։ Գծեր կան, որոնք օրինակ 24-ը խայտարակ այդ երթուղային տաքսու վիճակը հին են, ճիշտ է, ավելի վատը կնեին, մի քիչ փոխել են, բայց մեկը Հավանում եմ ապրում 20 համարը չեմ նստում։ 50% լավ չի աշխատում։ Կամ ժամը 8-ից հետո չկա։ Կամ պակասումը 10-ին вообще չկա տրանսպորտ քաղաքում։ Մարշրուտկայից ընդհանրապես չեմ օգտվում, որովհետև խնդրեմ տեսեք ինչ իրավիճակ է, ես էլ այս ձևի մեկը մեկի շալակը բարձրացած աշխարհի որ ծայրը գնանք, սես տրանսպորտ չենք տեսնի։ Կան երթուղիներ, որտեղ սպասարկող մեքենաները քիչ են։ օրինակ Ռայկոմից, եթե ուզում եք գնաք Դավթաշեն, ընդամենը 15-ն է, որը գալիս է շատ ուշուշ եւ բավական լիքը, ուրիշ է։ Իսկ խնդրեմ պրոսպեկտ գալու համար երևի 100 մարշրուտ կարող եք գտնել։ Խնդիրը ոչ միայն երթուղիների աշխատանքային ժամանակացույցը եւ ծանրաբեռնվածությունն է, այլ նաեւ աղտոտվածությունն ու հակահիգենիկ վիճակը։ Սանիտարական վիճակը ահավոր վիճակում է։ Նստում ես ոտից գլուխ փոշի ես լենում։ Միթե հնարավոր չէ որ վերջի կանգառու մի հատ մաքրեն, լվանան, ապակիները չի թափանցում արդեն։ Գոնե պետք է մի քիչ մարդավարի մաքուր լինի, որ մարդ սպիտակ հագնում է ու հետո գալիս է տուն տեսնում է ամբողջովին փչացել է զգեստը։ Ուղևորներից շատերը հրաժարվում են նստել երթուղային տաքսիներ սպասելով ավտոբուսի, բայց դրանք էլ են պիկ ժամերին ծանրաբեռնված լինում։ Իդեպ Երևանի քաղաքապետարանի գրավոր տեղեկատվության համաձայն այս տարի մասնավոր ներդրողների կողմից մայրաքաղաք է ներկրվել թվով 10 պազ մակնիշի նոր ավտոբուս, որոնք շահագործվում են ավտոբուսային համար 56 երթուղիում։ Ինչ վերաբերում է նախատեսվածից ավելի ուղևորների փոխադրմանը, քաղաքապետարանից հայտնում են վերահսկողությունը ոստիկանության գործն է։